Ես կարծում եմ, որ այս գիրքը մենք պետք է շատ հաճախ կարդանք, անձնական մակարդակով, հայտնության գիրքը։ Այն չէին կարող կարդալ բոլոր ժամանակաշրջանների ընթացքում և չէին կարող հասկանալ այն, ինչ մենք հասկանում ենք այսօր։ 7-րդ հրեշտակը եկավ և փող հնչեցրեց։ Մենք տեսնում ենք, որ այս ամբողջ գիրքը բացվեց մեր զարմացած հայացքի առջև, այս գիրքը, որը գրված էր վերջին օրերի մարգարեական դասի մարդկանց համար, և այն կարելի է հասկանալ միայն Սուրբ Հոգու շնորհիվ, և հետևաբար, սա շատ կարևոր է հարցի համար, որովհետև այս աշխարհի համար մինչ օրս դժվար է այն հասկանալ, Լաոդիկեան կույր է, նրանք չեն կարող տեսնել իրենց ժամանակաշրջանի Աստղը, նրանք մերժեցին Քրիստոսին, նրան դուրս հանեցին եկեղեցուց, ուստի նրանք խարխափում են խավարի մեջ, կրոնավոր մարդիկ փորձում են խորամուխ լինել դրա մեջ և նրանց մոտ ստացվում են ամեն տեսակ մեկնաբանություններ, բայց այն օրերին, երբ կհնչի ձայնը եզակի թվով 7-րդ հրեշտակը, երբ նա փող կփչի, կավարտվի խորհուրդը։ Եթե դուք չեք տեսնում 7-րդ հրեշտակին, ապա դուք չեք տեսնի նաև Աստծո ծրագիրը, դուք չեք հասկանա Հայտնություն գիրքը, դուք չեք հասկանա Աստվածաշունչը, դուք չեք ունենա այս ժամի իրական ըմբռնումը։ Նրանք, ովքեր մտնում են հափշտակության մեջ, պետք է տեսնեն 7-րդ հրեշտակին, նրանք նախասահմանված են նրան, որպեսզի տեղաշարժվեն 7-րդ հրեշտակի լույսի մեջ, սա կարևոր է, իսկ մյուսները կանցնեն նեղության միջով, որտև նրանք չտեսան 7-րդ հրեշտակին, դա այդպես է։ Դուք կասեք, բայց պատգամի մեջ շատ մարդիկ կան։ Իսկ նրանք տեսան նրան։ Նրանք հասկացան, թե ինչու նա եկավ, հավատացին նրա խոսքերին։ Ուստի նրանք պետք է անցնեն դրա միջով։ Խոսքը նրանց հասցրեց միայն մինչև սրբացումը։ 7-րդ հրեշտակը Վեսլեյը չէր, որ եկեղեցուն հասցրեց մինչև սրբացումը։ 7-րդ հրեշտակը եկավ պատգամով, որպեսզի եկեղեցուն տա հավատք հափշտակության շնորհի համար։ 7-րդ հրեշտակը հենց 7-րդ կնիքի պատգամաբերն է։ Այնպես որ, եթե դուք չեք տեսնում 7-րդ կնիքը, ապա դուք չեք հասկանում 7-րդ հրեշտակին, դուք այդպես էլ չհասկացաք նրա պատգամը, դուք սպասում եք, որ ինչ-որ բան տեղի կունենա։ Դուք սպասում եք ինչ-որ իրադարձության, բայց 7-րդ հրեշտակը նախքան իր հեռանալը, ինչպես Եղիազարը նա ներկայացրեց Ռեբեկային Իսահակին, ինչպես գլխավոր հնձվորը նա ներկայացրեց մեզ Քրիստոսին, մարդիկ միավորվում են Քրիստոսի հետ, կան մարդիկ, որոնց հետ Քրիստոսը միության